Փախիր կյանքի ազդեցությունից, արտաքին աշխարհից, ուժեղացրու հոգևորդ, մնա միջև մրջավատարին, ապրիր հերոսի կյանքում։ Եկեք այնպես ապրենք, սիրելիներս, որ մեր մասին խոսեն հետո։ Եվ այդ դա ոնց է լինում, երբ է լինում, երբ որ մենք փախնում ենք աշխարհի ազդեցությունից, երբ որ մենք արտաքին աշխարհին չենք տրվում ու փախնում ենք, դա բերում է հերոսի կյանք մեր կյանքում, այդ ժամանակ սկսում են խոսել մեր մասին, այդ ժամանակ գրվում է մեր մասին։ Երբ որ ես երիտասարդ էի, իմ համար հերոս լինելը, դա աստվածաշնչյան հերոսի մասին եմ, հա, հիմա խոսում, աստվածաշնչյան հերոս լինելու համար ես մտածում էի, մարդ պետք է այնքան կատարյալ լինի, մարդ պետք է այնքան սուրբ լինի, որ կարողանա, բայց հետո քիչ-քիչ նայելով հերոսներին աստվածաշնչյա, ես հասկանում եմ, նրանք բոլորն էլ ունեցել են սխալներ, նրանք բոլորն էլ ունեցել են սայթակումներ, բայց կար մի բան, որ նրանցից յուրաքանչյուրի կյանքին նայելով կարող ենք ասել, դա որ նրանք ունեին զորավոր հոգի, դա որ նրանք ունեին հաստատ հոգի, որը չէր ազդվում աշխարհի ազդեցություններից, որը չէր ճզմվում ու չէր նեղվում, երբ որ աշխարհը նրան ճզմում էր, երբ որ աշխարհի դժվարությունները գալիս էր, նրա հոգին նրան ասում էր, որ դա ժամանակավոր է։ Ամեն, եւ այսօր ուզում եմ ուղղակի նայենք աշխարհի արտաքին աշխարհի ուղղվածությունը, ուզում եմ նայենք հոգևոր աշխարհի, խոսենք թե ինչն է ուժեղացնում հոգին։ Գիտեք, շատ անգամ շատ բաներից չփախնելով, շատ բաների, շատ նորությունների առաջ ականջները չփակելով մենք կարող ենք նեղացնել ու տրտմեցնել մեր հոգուն, մենք կարող ենք տխրություն բերել։ Լսել եք, որ ասում է, այսօր մի տեսակ հոգիս տխուր է, այո, որովհետև արտաքին աշխարհից ինչ որ մի նորություն եկել է, լցվել է քո մեջ, բայց սիրելիներս, մենք մի բան պետք է հասկանանք, որ եթե մենք այսօր հոգևոր ենք, եթե մեր Աստված ինքը հոգի է, մեզ անհրաժեշտ է մենք հոգուն զորացնենք, որպեսզի կարողանանք մեր Աստծուն ճանաչենք։ Դրա համար սիրելիները շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ արտաքին աշխարհի ուղղվածությունը դա իմ համար չի։ Եթե ես այսօր ընտրել եմ հոգևոր լինելը, իմ միակ գործը այսօր հոգևորություն գնալն է, հոգին զորացնելն է։ Գիտեք, ոնց որ մարմինը ինքը ունի մշակելու կարիք, չէ՞։ Մեր մարմինը ունի մշակելու, ուշադրության կարիք, նույնը հոգին է։ Մեր հոգին ունի զորանալու կարիք։ Հիշում եք, որ Հիսուսը ասեց, ոչ միայն հացով կապրի մարդ։ Այսինքն կա մի բան, որ հոգին էլ է զորացնում։ Ամեն, դրա համար սիրելիներս, այսօր քիչ հետո մենք կնայենք դրան, բայց մինչև դրան հասնելը ես ուզում եմ ասեմ, որ աշխարհի ուղղվածությունները մեզ միշտ թուլացնում են, մեր ուշադրությունը միշտ շեղում են, հա, մեր տալիս է իր ուղղահայացը, այնայի այս ճանապարհով որ գնաս, այստեղն էլ որ սովորես, այս պաշտոնն էլ որ ստանաս, այսա էլ որ անես, ու միշտ ինքը քեզի անընդհատ ինչ է անում, ցույց է տալի ինչ փառք, ցույց է տալի ինչ հաջողություն, ցույց է տալի ինչ այն ինչ որ արտաքին աշխարհի համար անհրաժեշտ է, որպեսզի ինչ անի, որպեսզի վերցնի քեզ ամբողջությամբ, որպեսզի թուլացնի քո հոգին սիրելիս, բայց ես խնդրում եմ, որ այսօրվանից մենք սկսենք ուշադրություն դարձնել մեր հոգու վրա, որպեսզի մեր մասին սկսեն խոսել գրքերը, ոնց որ խոսում են հիմա, Աստվածաշունչը ոնց որ գրում է, նույնը խոսեն ու ասեն արտաքին աշխարհը չազդեց նրա վրա, չազդեց, որովհետև նրա հոգին զորավոր էր, ամեն։ Ոչ մեկ աշխարհում չի կարող փոխել արտաքին աշխարհի ուղղվածությունը, սիրելիներս, լսել եք արտահայտություն, որ ասում է երեկվա ոչինչը հետ չես բերի, օրեր անցավ գնաց, ոչինչ հետ չես բերի, բայց սիրելիս, այսօրվա քո օրով, երեկվա քո օրով դու կարող ես քո հոգու ուղղվածությունը փոխել, դու կարող ես օր-օրի վրա քո հոգին կամ զորացնել, կամ թուլացնել, մեր հոգու աճը կախված է յուրաքանչյուրիցս, ամեն մեկից սա կախված։ Արտաքին աշխարհը ինքը ինքնին գնում է ու քեզ ասում է արի, բայց հոգևոր աշխարհի դու պետքա գնաս, դու պետքա անես, որ նա զորանա։ Երբ որ խոսում ենք հերոսներից, ես չեմ կարող չխոսել Նաբուգոդոնոսոր թագավորի պատմությունը, մեր հովիվը երբ որ քարոզում էր, ես հայտնություն ստացա։ Հիշում եք 3 երիտասարդներին, թագավորը ինչ էր արել, հրամայել էր, ինչը երկրպագել կուռքերին։ Ինչ արին այդ 3 երիտասարդները, Աբեդնագովը, Սետրակ, Միսակը, ինչ արեցին նրանք,
չխոնարհվեցին կուռքերին, այսինքն չպարեցին աշխարհի երկերի տակ, չխոնարհվեցին աշխարհի երկերի տակ, ու ինչ եկավ։ Եկավ երկրպագություն Աստծուն, եկավ աստվածավախություն մարդկանց մեջ։ Այ երբ որ դու չես ապրում ոնց որ աշխարհն է քեզ թելադրում, երբ որ դու զորավոր ես հոգով ու ոչ մի դժվարություն քեզ չի ասում, վերջ թևերը թուլացրու ունգի, այլ դու ասում ես ոչ իմ Աստված հավատարիմ է, ես չեմ պաշտելու կուռքերին, ես չեմ անելու դա, ես չեմ սկսելու այդ բիզնեսը փառք չի բերում իմ Աստծուն, իմ հոգին խռովում է, որտեվ դա Աստծուն դեմ բիզնես է, այդ ժամանակ տեսնում են մարդիկ, սիրելիս, ծուլվում ես դու կրակով ու տեսնում են մարդիկ, գալիս է աստվածապաշտություն, աստվածավախություն։ Հիշենք Դանիելին, երբ որ Դանիելի գիրքն են կարդում, ինչ արեց Դանիելը, թագավորը հրամայել էր չպաշտել աստվածների, բայց նա չէր կանգ առնում, ինչ արին։ Վերցրին նրան ու գուբը գցեցին առյուծների մեջ։ Գիտեք, առավոտյան թագավորը վազում է, ինքը շատ էր սիրում Դանիելին, գրված է, որ շատ էր սիրում Դանիելին, չէր ուզում իր հետ վատ բան լիներ, բայց աշխարհի օրենքն էր։ Այո, կա արտաքին աշխարհում օրենք, որ շատ անգամ դատում է մեզ, բայց երբ որ քո հոգին ուժեղ է, նայեք ինչ է լինում, նրան գցում են Դանիել 6:26-ում ու առավոտյան վազում է թագավորը գոռում է. Դանիել, ողջ ես։ Քո Աստված կարացավ քեզ փրկի, Դանիել։ Ինչ ասում Դանիելը։ Այո, Տեր իմ, հրեշտակներին հրամայել էր, որ գազանի բերանը փակեն։ Այո, սիրելիս, եթե դու այսօր ուժեղացնես քո հոգին ու չտրվես արտաքին աշխարհին, Աստված կփակի բոլոր գազանների ձայնը։ Ու գիտեք ինչ կգա քո կյանքում։ Նայեք ինչ է ասում թագավորը, ասում է. հրամայում եմ, որ իմ թագավորության 6:26-ը, որ իմ թագավորության ամբողջ իշխանության մեջ մարդիկ դողան, երկյուղեն Դանիելի Աստծու երեսից։ Հալելույա, ահա սիրելիս, ահա ինչ է գալի, երբ որ քո հոգին զորավոր է, երբ որ քեզ արտաքին աշխարհի օրենքը թելադրում է, չէ, սենց մի արա, այս պաշտոնից քեզ կզրկեն, բայց դու հոգուն ես տեղ տալի։ Ինչ է գալի, սիրելիս, երկյուղ, քո Աստծուց սկսում են դողալ, տենում են քո Աստծո ձեռքը, սիրելիս, նույն ձևով ինչ արեց Աբրահամը, եթե նայում ենք Աբրահամի կյանքին, ուներ հարստություն, ուներ տուն, ընտանիք, չէ, ու Աստված գալիս է, ու ինչ ասում է, վերցրու քո վրանը ու գնա։ Չտրվեց նա, չտրվեց այդ վախին, կարար չէ ասեր, Աստված ջան, ինչ հայր է սարքելու ինձ, մի հատ որդի չունեմ, չունեմ, ուխտ ունեմ, կին ունեմ, լավ ապրում եմ, բայց նա հոգուն լսեց, նա գնաց հոգու հետևից, թողեց իրա ով լինելը, թողեց իրա հարստությունը, հիշում ենք Մովսեսին, ով էր փառավոնի աղջիկը վերցրե, պահե մեծացրե ու հիմա Իսրայելացիների վրա նրան դրել էին կառավարիչ։ Ու Աստված ինչ է ասում, արի ծառայի։ Այ եթե Մովսեսը չլսեր Աստծո ձայնը, այ եթե նրա հոգին ուժեղ չլիներ ու նա չգնար այդ խոսքի հետևից, ինչ կլիներ, արդյոք Իսրայելը կփրկվեր։ Սիրելիներս, հոգու ձայնին լսելուց գալիս է փրկությունը։ Մի նայիր քո պաշտոնին, մի նայիր ինչ ես կորցնելու, այլ նայի ում ձայնի հետևից ես գնում։ Ամեն Հիշում ենք Դանիելին նորից, եթե հետ գանք, պրոստը ինչի եմ Դանիելին միշտ հիշում, որտեվ հովիվը հիշում եք, որ ասես կարդացեք Դանիելը, դա թարմ է, նրան գիտեք արգելում են, նրան չէ, հակառակը ասում են պետք է ուտես թագավորի սեղանից, որ ուժեղանաս, գեղեցկադեմ դառնաս ու թագավորը ընտրություն պետք է անի։ Նա հրաժարվում է, բայց ինչ վատ բան կա։ Այո, նա հասկանում էր, որ եթե այսօր ինքը թագավորը իրան սնունդա տալի կերակրում է, վաղն էլ կարող է իրան ուրիշ բան ուզի իրանից։ Սիրելիներս, նայեք ինչ եք ուտում, ինչով եք սնվում, ձեր հոգին այսօր ինչ է ուտում, զորություն է տալի դա նրան։ Ինչ եմ ես այսօր լսում, ինչքան շատ ինֆորմացիա կա։ Գիտեք, մի օր ես արթնացա, այնքան ուրախ եմ, ամեն ինչ շատ լավ, երեխաներս դպրոց, ես փառաբանում եմ, ամեն ինչ բան։ Անցավ մի քանի ժամ, ես զգում եմ տխուր, այ մարդ ինչի եմ տխուր, հիշեցի, որ նորություն եմ լսել ու վախում եմ, վայ պատերազմա, այ այսենց է ազդում աշխարհը մեր վրա,
հոգնածնում ու տխրացնում է մեր հոգին, սիրելիներս։ Դրա համար մենք պետք է ուժեղ լինենք, դրա համար մենք պետք է այնպես ապրենք, որ մեր մասին խոսան։ Ինչ էր անում Հոբը, երբ որ նայում ես, այն որ ասում է կարկուտը ծեծած տեղն է ծեծում, խեղճ Հոբ, զավակները մահացան, ամեն ինչը ջուրը տարավ հերիք չի ու մի հատ էլ վատ է, չի կարողանում աչքերը բացի, այնքան դժվար, նայեք ինչ ուժեղ է արտաքին աշխարհը, ինչ ուժեղ է աշխարհը իրան ճզմում, բայց էլի ինչա իրա բերանից հայհոյանք դուրս չի գալի, էլի նա չի կանգնում ու չի ասում, բայց ինչի Աստված, ես հավատարիմ եմ քեզ, թույլ չի տալի իրան, այլ ընդհակառակը լռելով զորացնում է իր հոգին, լռելով զորացնում է իր հոգին, ինչ այսօր քեզանից դուրս գալի, երբ որ արտաքին աշխարհի դժվարություններն են գալիս, սիրելիս, ինչ է քեզանից դուրս գալիս, ուժեղացնում ենք մեր հոգին, քիչ հետո կխոսամ ինչն է ուժեղացնում մեր հոգին, արտաքին աշխարհը միշտ ճանապարհ է քեզ ցույց տալի, հաճույքի, փառքի, ահա դե կեր խմի, ահա դե փառք Աստծո, փող ունես, փառք Աստծո, գնա ֆռա մանարի, բայց հոգևորը ինքը մնայուն է, սիրելիս, այսօր այո դժվար է հոգևոր աշխարհը, հոգևորը պահելը, թող ինձ այսօր թեթև սոլիկ նայի աշխարհը, բայց թող ինձ ուժեղ զգա իմ ճանաչի հոգևոր աշխարհը, թող այսօր երբ որ ես կանգնում ու աղոթում եմ Սատանան եւ դևերը ասեն քեզ ճանաչում եմ, ես սրան ճանաչում եմ, սրան արտաքին դժվարությունները չկարողացան ճզմել, ունենք մենք հերոսներ, բոլորս հիմա որ ձեզ նայեք դուք հերոսներ եք ամեն մեկը, ես իմ համար հերոս են իմ հովիվները, երբ որ ես նայում եմ նրանց կյանքին, որ արտաքին աշխարհը ինչեր անում, իմ համար հերոս է իմ մաման, երբ որ ես նայում եի ինչքան մեծ դժվարությունների մեջ, բայց նա էլի գոռում էր, իմ Աստված ասել է, քիչ է տևալու, ես երբ որ նայում եմ, ես էլ եմ հերոս եղել, սիրելիներս, իմ հոգին էլ ուժեղել է, որ երբ որ բժիշկը կանգնեց ու ինձ ասեց, ես չգիտեմ բնությունը քեզ երեխա չի պարգևել, ես չընկճվեցի, ես ինչ չխղճացի, ես չգնացի չլացեցի, ես կանգնեցի ասի քանդում եմ քո խոսքերը Հիսուսի անունով, դու չունես պատճառ, բայց Աստված կանի իր հրաշքը, այս սա է հերոսությունը, որ արտաքին աշխարհի նորությունը քեզ չի գցում վախի մեջ, որ չի ցնցում քո հոգին ու քեզ հեռացնում Աստծուց, այլ ընդհակառակը դու սկսում ես ցույց տալ նրան քո Աստծո զորությունն ու մեծությունը, սիրելիս, ամեն, եկեք նայենք Պողոս առաքյալին, գիտեք, ես նայեցի, Պողոս ինքը պաշտոնապես օրենքի գիտակ էր, փարիսեցի էր, կրոնական իշխանությունների կողմից լիազորված հետապնդող էր, ապահոված ապագա, չէ, ու հայտնվում է Աստված, ինչ ասում, արի իմ հետևից, ու հետո գիտեք Պողոսը ինչա գրում իր գրքերում, Ֆիլիպեցիս 3-րդ գլուխն եմ կարդում 7-րդ խոսքից, նայեք ինչ ասում Պողոսը, բայց այն ինչ ինձ օգուտ էր, Քրիստոսի համար վնաս համարեցի, ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց ճանաչելու համեմատ, նրա համար զրկվեցի ամեն ինչից, աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ, սիրելիներս, օգուտ ուներ, այն ինչ որ արտաքին աշխարհում իրան օգնում էր, իրա պաշտոնը, իրա դիրքը, բայց ասում հասկացա, որ դա վնաս է Քրիստոսին ճանաչելու համար, ես ասում հասկացա, որ դա ինձ խանգարում է, իմ պաշտոնը ինձ խանգարում է, իմ փողերը, իմ հարստությունը այսօր ինձ խանգարում են, ես Աստծո առաջ գամ, դրա համար ինք ասում ես աղբ եմ համարում, հիշում եք Սողոմոնին, ով է հիշում, Դավիթի որդին էր, նրան թագավոր են դնում, ու երբ որ բացենք, ես չեմ կարդա 3-րդ թագավորած գլխում է դա գրված, գիտեք, նա թագավոր էր, երիտասարդ թագավոր, ու ասում է Գաբավոնում գիշեր է երազում Տերը երևաց Սողոմոնին ու Աստված ասաց, խնդրիր, ինչ տամ քեզ, ամենակարող Աստված գալիս է ու քեզ ասում է, խնդրիր, ինչ տամ քեզ, դու նորանշանակ պաշտոնյա ես, դու թագավոր ես, ինչ կուզեիր դու,
Այ այն ինչ որ իմ հայրը չկարողացավ անի, խնդրում եմ թող ես անեմ։ Այն որ չկարացավ այն նվաճումները, որ չկարացավ այն քաղաքը վերցի, այն քաղաքը օգնիր վերցնեմ, կարար չէ ուզեր։ Կարար չէ ուզեր, բայց ինքը ինչ ա անում։ Կկարդանք հետո վերջ ասма, ուրեմն իմաստություն տուր քո ծառային։ Ասма շնորհակալ եմ, որ ինձ թագավոր ես դրել, շնորհակալ եմ, որ ինձ ընտրել ես, շնորհակալ եմ, բայց խնդրում եմ իմաստություն տուր քո ծառային, ինչի համար քո ժողովրդին դատելու, բարին ու չարը իրարից զանազանելու։ Այս է ճշմարիտ արժեքը, սիրելիս, որ դու Աստծուց այսօր խնդրում ես հոգևոր իմաստություն, ինչի համար։ Այ որ հաջողակ պաշտոնյա լինեմ, այ որ հաջողակ բիզնեսմեն լինեմ, ոչ, որպիսի կարողանամ զանազանել, որպիսի հոգևոր հոտառություն ունենամ ու հասկանամ որտեղ ա ուզում սատանան ինձ կուլ տա, որպիսի ես միշտ կարողանամ զորավոր պահեմ իմ հոգին, որ հետո Հիսուսը գալուց չասի չեմ ճանաչում քեզ։ Ամեն։ Երբ որ նայում ենք Մատթեոս 6:33-ը Սողոմոնին ու Հիսուսի խոսքերը, որ համեմատում ենք, ինչ ասեց Հիսուսը։ Նախ Աստծո արքայությունը, թագավորությունը փնտրեցեք եւ բոլորը կհավելվի ձեզ։ Չտրվեց Սողոմոնին, ամենաիմաստուն թագավորը, ոչ թե նա միայն հարստացավ, ոչ թե նա ամենաիմաստունը կոչվեց, չէ, նրա մասին միջև հիմա խոսում են սիրելիներս, անգամ արտաքին աշխարհն է խոսում, ոչ թե միայն հոգևորը։ Ամեն։ Եվ հիմա ուզում եմ անցնեմ բուն թեմային, ուզում եմ անցնեմ ինչն է զորացնում մեր հոգին, մեր ներքինը, սիրելիներս, մեր Աստված հոգի է, նրան երկրպագելուց, նրան մոտենալուց մենք պետք է հոգով լինենք։ Հիշում եք խոսք կա, որ ասում է, եթե եղբայրը դեմ մի բան ունենում ես, գնա ներողություն խնդրի, նոր կանգնիր աղոթքի։ Այսինքն Աստված միշտ ուշադրություն է դարձնում մեր ներքինին։ Աստված միշտ նայում է, թե ներքին գաղտնի տեղերը, երբ որ ասում է Հիսուս, ասում է մտիր քո սենյակը, դուռը փակի, գաղտնի աղոթք, ի՞նչի նկատի ունի սիրելիս, դուռը փակիր, այսինքն մոռացիր, թող ամեն ինչ մի պահ, մոռացի, արի իմ մոտ, որովհետև Սուրբ Հոգուց է զորությունը, սիրելիս, մեր հոգին զորանում է Սուրբ Հոգուց, դա գրված է Գործառաքելոց 1:8-ում, որ ասում է Սուրբ Հոգին պիտի գա ձեր վրա եւ դուք զորություն պիտի առնեք, պիտի լինեք իմ վկաները։ Եթե չունենամ Սուրբ Հոգին, չեմ կարող վկայել նրա մասին, սիրելիս։ Սուրբ Հոգին զորացնում է, հավատացյալների հետ լինելն է մեզ ամուր պահում, սիրելիներս, Եբրայեցիս 10:24-ը, միմյանց նկատմամբ հոգատար լինենք, սիրո ու բարի գործերի մղելով, մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք։ Այս է զորացնում քո հոգին, սիրելիս։ Երբ որ դու գաղտնի տեղը, երբ որ մեկի հետ կանգնած ես ու քո քույրիկի մասին խոսում են, դու չես համաձայնվում կամ չես լռում, դու խոսում ես ու ասում ես, գիտես, այո, նա իմ քույրն է, այո, նա թերություններ ունի, բայց Աստծո հոգին նրա վրա է, վաղը նա կփոխվի, դու մի հատ քեզ նայի։ Այս է զորացնում մեր մեկտեղ միաբան հավաքվելը, միմյանց համար դողալը, միմյանց համար հոգ տանելը, սիրելիս։ Այսօր հոգ տանելը մենակ դա չի, որ ես տեսա դու նեղության մեջ ես, ես քեզ մի հատ վերարկու նվիրեցի, դա չի, այլ նա է, որ ես հոգ եմ տանում քո անվան համար, որ հանկարծ քո մասին չխոսեմ ոչ մեկ, ես դողում եմ դրա համար։ Ամեն, դա է բարձրացնում հոգին, դա է ուժեղացնում քո հոգին։ Դա է զորություն տալի, առաջի Պետրոս 1-ում գրված է սրբության մեջ քայլելը, երբ որ դու սրբության մեջ ես քայլում, սիրելիս, ո՞նց ենք մենք սրբության մեջ քայլում, ո՞նց ենք մենք սրբության մեջ քայլում, քիչ հետո կասեմ դա, ավետարանի քարոզչությունը, երբ որ դու լսում ես Աստծո խոսքը ու կատարում ես Մատթեոս 28-րդ խոսքը, որ ասում է գնացեք եւ ավետարանը քարոզեցեք, ամեն աշխարհին, դու չես մտածում, վայ չէ, դա մասին չի, դու անում ես դա, որովհետև գիտես, որ գալու է Աստծո արքայությունը, որ դու ուզում ես եւս մեկը փրկվի, որ դու պատմում ես նրան, ինչ արի Աստված քո մասին, այ դա զորացնում է քո հոգին, սիրելիս։
Եվ այս ամեն ինչից առավել ես այսօր ուզում եմ խոսամ, որ երեք բան կա, որ անհրաժեշտ է մեր հոգուն, ոնց որ մեր մարմնին, այնպես էլ մեր հոգին զորանալուն, երեք անհրաժեշտություն, շատ բաներ կան, որ կարանք թվարկենք, բայց ուզում եմ առանձնացնեմ այս երեքը, Աստծո խոսքը, փառաբանությունը եւ աղոթքը, սիրելիս։ Ես գիտեմ, որ եթե մենք այսօր չենք կարդում Աստծո խոսքը, եթե մեր մեջ չկա այսօր Աստծո խոսքը, եթե մեր մեջ լցված չի այսօր Աստծո խոսքը, չենք կարա մենք դիմադրենք։ Չենք կարա մենք դիմադրենք այն ժամանակավոր դժվարություններին, որ կատարվում է, որովհետև Աստծո խոսքը ինքը հացը դա անհրաժեշտություն է։ Երբ որ մեկին հրավիրում ես քո տուն, չես ասում, արի գնանք բորշ ուտելու, ասում ես, արի գնանք հաց ուտելու։ Հաց, անհրաժեշտություն, հոգու համար Աստծո խոսքը անհրաժեշտություն է, ամեն վիտամինները Աստծո խոսքի մեջ են, քո հոգին զորանում է, երբ որ դու Աստծո խոսքն ես կարդում, որովհետև կենթանի Աստծո խոսքը նա ուսուցանում է, որովհետև կենթանի Աստծո խոսքը մեզ ուղղում է սխալներից, եւ դա գրված է Եբրայեցիս 4:12-ում, կենթանի է Աստծո խոսքն ու ազդեցիկ է, ամեն երկսայրի սրից առավել կտրուկ է, էլ ինչա քեզ այսօր պետք աշխարհում, սիրելիս, պատկերացնում ես, դու Աստծո խոսքով կարող ես հաղթել ամեն ինչ, դու կարող ես վերցնել Աստծո խոսքը ու արտաքին աշխարհում կտրել ամեն ինչ, դու կարող ես ուղղվել Աստծո խոսքով, Աստծո խոսքը զորություն է, ներսից փոխում է, զորություն է կտրելու այն ինչ հոգուն վնաս է, սիրելիս, դա գրված է 2 Տիմոթեոս 3:16-ում, ամբողջ գիրքն Աստվածաշունչ է, ամբողջ գիրքը Աստծո շունչ է, սիրելիս, եւ օգտակար է ուսուցանելու, հանդիմանելու, խրատելու, բարձրացնելու, որտեղ եմ ես տեսնելու իմ սխալները, եթե ոչ Աստծո խոսքում, ամեն, որտեղ, ինչ է Աստծո խոսքը, մեզ բոլորի շատ հայտնի Սաղմոս 119:105-ը, ասում է ճրագ է իմ ոտքերին, ինչ է այսօր քեզ պետք արտաքին աշխարհում, հաջողություն, խնդրեմ, Աստծո խոսքը ճրագ է, այսինքն լուսավորում է քո հաջորդ քայլը, այսինքն դա խոսքը սկսում է լուսավորել քո քայլերը դեպի ապագա, դու սկսում ես տեսնել, վայ, այսենց կարամ անեմ, ահա թե ինչ է Աստծո խոսքը, ու ամեն քայլ դնելդ դու տեսնում ես լույսի մեջ, դու հասկանում ես, որ չէ, ես սա չեմ անի, ինչու, որովհետև ունես Աստծո խոսք, որովհետև ունես իմաստություն, ամեն, մենք սրբանում ենք Աստծո խոսքով, քիչ առաջ ասեցի, դա Հովհաննես 17:17-ում է, Աստծո խոսքը աճ է տալիս մեր հավատքին, հիշում եք, Հռոմեացիներս 10:17 ասում է, եւ լսելը, չէ, ուրեմն հավատքը գալիս է լսելուց, Աստծո խոսքը լսելուց, սիրելիս, Աստծո խոսքը աճ է տալիս մեր հավատքին, դրա համար մեր հոգին զորացնում է Աստծո խոսքը, այսօր մենք ինչ էլ անենք, եթե մենք չունենանք Աստծո խոսքը մեր կյանքում, մենք չենք կարող հոգևոր աշխարհում զորանալ, սիրելիս, մենք չենք կարող սրբվել, սիրելիս, եթե ես այսօր չունենամ Աստծո խոսքը, եթե ես այսօր չկարդամ ուսմունքը, գիտեք, երբ որ նայում ենք Աստվածաշնչին, ինքը շատ տարեր առաջագրվ է, բայց ինչքան բաներ կան, որ հիմիկվա շատ նման է, չէ, ինչքան օրինակ մեր Արմանն է շատ սիրում ասել, հələ նայ ասում է երբ է գրվել, բայց այս սիտուացիայի համար է, այս սիտուացիայի, սիրելիս, դրա համար հավատացյալը իր հոգևոր ուժը բարձրացնելու համար պետք է ունենա Աստծո խոսքը, որտեղ նա կուղվի, որտեղ նա կզորանա, որտեղ նա կսրբանա, որտեղ նա հանդիմանվի, ամեն, երկրորդ բանը, որի մասին ուզում եմ խոսալ, դա փառաբանությունն է, երկրպագությունն է, սա մի մեծ ամբողջ թեմա է, սա մի կյանք է ինձ համար, ճիշտ եմ ասում անկեղծ, բայց ուղղակի մի բան եմ, Հովհաննես 4:23-24 կկարդամ, գալիս է ժամանակը եւ այժմ է, երբ ճշմարիտ երկրպագուները հորը կերկրպագեն ճշմարտությամբ, հոգով, որովհետեւ հայրը հենց այնպիսի երկրպագուներին է որոնում։ Գիտեք, հիմա չգիտես մի քիչ փոխվել է մարդկանց մտածելակերպը, առաջ երբ որ մարդիկ գնում էին
Աստվածաշնչից եմ խոսում, երբ որ մարդիկ գնում էին կռիվ կամ ինչ որ դժվարության էին հանդիպում, առաջինը ինչ նրանք անում էին, դա փառաբանություն էին սկսում։ Աստծո խոսքն է ասում։ Իսկ հիմա չգիտես խի բոլորն ասում են, լավ, հələ փառաբանության ժամը մի քիչ էլ կարանք ուշանանք։ Ադե հեսա ուրախ երգը բրծնի տխուր իվաղ կգնանք։ Ոչ, սիրելիս։ Սա այն պահն է, երբ որ դու բացում ես երկինքը, երբ որ դու գոռում ես, թե ով է քո Աստվածը, երբ որ դու գոռում ես, որ միակ Աստվածն է իմ Աստվածը, ահա նա է եւ ահա նրա գործերը, որ դու գոռում ես ու ասում ես, նա բացեց ջրերը ինձ համար, եգիպտացի իսրայելացիների համար, նա նաեւ կբացի ճանապարհ ինձ համար, երբ որ դու գոռում ես հոգեվոր աշխարհում, երբ որ դու երգում ես նրա մեծությունը, երբ որ դու սաղմոսներ ես ասում, երբ որ դու փառաբանում ես սիրելիս, մեծարվում է նա, գալիս է նա ու բացում է իր ներկայությունը բերում է այստեղ, ու այդ ժամանակ դու հպվում ես նրան, ժամանակ դու սկսում ես զորանալ, որովհետև Աստված հոգի է, երբ որ դու չես նայում քո դիրքին, երբ որ չես նայում, վայ այսինչ անեմ սիրուն կերևան, վայ այսի հագնեմ սիրուն կերևան, վայ եղունգներս, չէ, երբ որ դու քո հոգով գոռում ես ու փառաբանում ես ու երկրպագում ես, այս այա զորացնում մեր հոգին սիրելիներս, այս այա ուժ տալի մեզ հերոս կոչվելու, այս այա ուժ տալիս մեզ չտրվելու արտաքին աշխարհին, երբ որ ես ու իմ Աստվածը ունենք հարաբերություն իրար հետ, որ ոչ թե ես մենակ գալիս եմ ու աղոթում նրան, այլ նաև ես փառաբանում եմ նրան, մեծարում եմ նրա սուրբ անունը, սա շատ կարևոր է, ամեն մեկիս հոգևոր աճի համար, սա շատ կարևոր է սիրելիս։ Եվ վերջինը ինչի մասին ուզում եմ խոսամ, դա աղոթքն է, աղոթքը մեր հոգու շունչն է։ Եվ Մատթեոս 26:41-ում ասում է, մեր խաղաղության աղբյուրն է աղոթքը, մեր հոգին զորացնում է, որպեսզի կարողանանք հաղթահարել փորձությունները սիրելիս։ Եփեսացիս 6:18-ն եմ ուզում կարդամ, ամեն ժամ աղոթեք եւ խնդրեք հոգով, սրա մեջ արթուն մնացեք հարատևությամբ եւ աղաչանքով բոլոր սրբերի համար եւ Ֆիլիպեցիս 4:6-ը մի անհանգստացեք ոչ մի բանի համար, այլ ամեն ինչում աղոթքով, խնդրանքով ձեր խնդրանքները հայտնեցեք Աստծուն գոհությամբ եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մի մտքից բարձր է, պիտի պահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Աղոթքը դա շփում է Աստծո հետ, հոգին հոգու հետ։ Գիտեք, ամեն բաժանություններ ստատիստիկայով նրանից է գալի, երբ որ չկա ամուսինների մեջ շփում։ Երբ որ այսօր դու չես շփվում քո Աստծո հետ, դու ժամանակ չունես։ Ես չեմ խոսում այն աղոթքի մասին, հա, որ մենք ասում ենք, ես կրուգլի ամբողջ օրը ես աղոթքի մեջ եմ, Հայր, խնդրում եմ քեզ տուր ինձ ապաշտպանություն, օգնի երեխաներիս, պայծառացրու նրա միտքը։ Դա չի աղոթքը սիրելիս։ Ես խոսում եմ գաղտնի սենյակի մասին, որ մենակ դու ու քո Աստվածն եք, որ մենակ դու ես ու կանգնած ես ու չգիտես ինչ ասես, որովհետև զգում ես նրա ներկայությունը։ Այս աղոթքի մասին եմ խոսում, որ երբ որ դու գալիս ես ու ասում ես, Հայր, ախր ինչ ասեմ, դու սաղ գիտես։ Ուղղակի ուզում եմ ասեմ, սիրում եմ քեզ։ Այս շփման մասին եմ խոսում, սիրելիս։ Այսա զորացնում է մեր հոգին, այսա ուժ է տալիս մեզ նոր քայլերի, այսա սկսում է օգնել ինձ։ Սիրելիներս, աղոթքը պետքա լինի երես առ երես։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ Գիտեք, մենք օրհնված մարդիկ ենք, երբ որ նայում ենք Աստվածաշնչյան հերոսներին, նրանք շատ մեղք են եղել, նրանք չեն ունեցել Հիսուսի այրունը, բայց ազնվությունը իրանց ու Աստծո միջև պահելով նրանք հերոսներ են եղել։ Երբ որ նայում ենք Դավիթի կյանքը, սիրելիներս, գիտեք, մի պատմություն կա հետաքրքիր, երբ որ ասում է տապանակը բերում էին ու գիտեք այդտեղ իրանք անհնազանդություն են կատարում, Աստված նրանց պատվիրել էր ուսերին դրած բերեին, բայց նրանք եզների վրա դրած տանում են ու գիտեք ինչ է կատարվում, եզները ուզում է շուռ գա տապանակը ու նրանք ուղում են քահանայի որդիները, ծառայողները, անհավատները չէ, ուղում են ու նույն ժամանակ մահանում են։ Ու գիտեք, ամենահետաքրքիրը որն ասում է, Դավիթ թագավորը
ասեց մի բերեք իմ տուն տապանակը։ Վաու, Դավիթ, դու ինչա մեղավոր ես։ Վախեցար Դավիթ, մեղք ունես։ Դուք տեսնում եք նրա ազնվությունը։ Ոնց ինքը չէր մտածում, բայ ես թակավոր մարդ եմ, սա բոլորը կջոկեն, որ ես մեղք ունեմ։ Փոխում է ճանապարհը։ Նրա համար կարևոր էր իր ու Աստծո սпасեք, հələ մի բերեք, ես հարց ունեմ լուծելու իմ Աստծո հետ։ Այս ազնվությունն է, որ ես նրա մասին այսօր բոլորը խոսում են։ Ինչա մեղք չի գործել Դավիթը, այնքան։ Բայց նրա այդ ազնվությունը, գիտե, ու բոլորի մասին կարող են կարդալ նրանց այդ ազնվությունը, որ նրանք իրանց Աստծո հետ ունեին շփում։ Վերջերս ես լսում եմ Արտուր Սիմոնյանի քարոզը, որ ասում է դու կարող ես փոխել, Աստծո հետ խոսալով փոխել կյանքը։ Դու կարող ես նրան ներկայացնել քո ցանկությունը ու նա կատարի։ Այս սա են արսե, նայում ես Մովսեսին։ Դրա համար սիրելիներս, իմ միակ կոչն է, որպեսզի մենք սկսենք հիմնվել Աստծո խոսքի վրա, որպեսզի մենք սկսենք կերակրել մեր հոգին, բարձրացնել մեր հոգին։ Գիտեք, ամեն գեղեցիկ բանի ներքինը գաղտնի ոչ մեկս չի տենում։ Ով է տեսե Մոնպարնասի շենքը, ինչ բարձր է, ինչ սիրուն է, ասա տեսնեմ դու գիտես նա ու ինչի վրա է հիմնվել։ Ախր դու գիտես գաղտնի տեղը կա մի բան, որ նրան պահում է ու գեղեցիկ ցույց է տալի։ Տեսնում ենք ծառը իր պտուղները քաղցր։ Վա, ինչ լավն է, բա դու տենում ես նրա արմատը։ Քո հոգին սիրելիս, քո ներքինը զորացրու, որպեսզի մարդիկ տեսնեն քո պտուղները, որպեսզի մարդիկ տեսնեն քո գեղեցկությունը, կխոսեն քո մասին, կխոսեն, երբ որ ներքին դու ազնիվ ես, թե Աստծո առաջ, թե քո գործերի առաջ, ամեն ներքինը տեսնող, կա խոսք Աստվածաշնչում, որ ասում է, եւ գաղտնին տեսնելով Աստված, կլուսավորի, չէ, գաղտնին տեսնում Աստված, սիրելիներս, Աստված գաղտնի տեղեր է շրջում, Աստված չի նայում պաշտոնին, Աստված չի նայում դիրքին, այլ ընդհակառակը, ինձ ասում է, ինձ հետևեք։ Պետրոսը ինչ լավ ձկնորս էր, թողեց, բիզնեսմեն էր ինքը գրված է, բայց նա թողեց ու ինչ արեց, գնաց իր Աստծո հետևից։ Ամեն կոչ եմ անում սիրելիներս, եկեք ոտքի կանգնենք, եկեք աղոթենք, եկեք փառաբանենք մեր Տիրոջը ու խնդրենք, որ Աստված մեզ օգնի մեր հոգին զորացնենք, փառաբանությունը թող գա, մինչ մենք սկսենք երկրպագել, մի բան եմ ուզում վկայել քարոզը ստանալուց, գիտեք, բոլորդ գիտեք, ես ընկա հիվանդանոց, իմ փայծախը ծակել էին, ովքեր չգիտեն, ու գիտեք, սատանային թվում է, որ ինքը կպնի քո մարմնին, հեսա հոգիտ էլ կթուլանա, բայց ոչ, այդքան ժամանակ ես մենակ խորում եմ Աստծո հետ։ Ես չի ասում ինչի Աստված ջան այսքան մարտաղություն էր իմ համար, ինչու ստացավ, չէ, ես ուղղակի խորում եմ, ես ուղղակի փառաբանում եմ, մարմնով շատ տկար է, ու գիտեք, ես պարկած եմ, բժիշկները ամեն ինչ անում են, ամեն գործ անում են, որպեսզի ինչ անեն, վերականգնեն իմ մարմնի ֆունկցիան, ամեն ինչ անում են, նրանց գիտեք, ոչ մի բան պետք չէր, ինչ ես ունեի։ Նրանց ոչ մի բան պետք չէր, ես կարող էի նրանցին ոսկեղեն առաջարկեին, 2 երեխաներին, մեքենան, նրանց ոչ մի բան պետք չէր, նրանք թուղթ էին դրել իմ դեմ, ասում էին թույլ տուր, վերականգնենք քո մարմնի օրգանների ֆունկցիան։ Այսօր նույնը Աստծուն քեզանից ոչ մի բան պետք չի։ Շատ անգամ գալիս ենք աղոթելու, կանգնում ենք ու ինչ ենք ասում։ Աստված իմ, դու տեսար ես ինչ բարի գործեցի, այ բայց ինձ ինչ հատուցին։ Ոչ սիրելիս, այսօր նրան մենակ մի բան է պետք, թույլ տուր, թող նա աշխատի քո հոգու հետ։ Այսօր քեզ մենակ պետք է կանգնել ու լռել, որպեսզի նա աշխատի, վերականգնի քո հոգին։ Ով կարա վերականգնի քո հոգին այնպես, ինչպես քեզ ստեղծողը։ Ոչ մեկ, նա գիտի քո ամեն մի դետալը, նա գիտի ամեն մի կնոպկի տեղը, որը ոնց անի, որ վերականգնվի սիրելիս։ Դրա համար իմ կոչն է, փակիր աչքերդ,
թույլ տուր, թող Աստված գործի ու զորացնի քո հոգին, որպեսզի դու հերոս կոչվես, որպեսզի քո մասին խոսեն սիրելիս, փակիր աշկերդ, երկրպագիր քո Տիրոջը, Հալելույա, հալելույա, օրա բրաքիա, հայր ահա հոգիներ, հայր, որոնք փափագում են քեզ աղոթելու, որոնք փափագում են քեզնով լցվելու, որոնք փափագում են քեզ երկրպագելու, քեզ մեծարելու, քեզնով զորանալու, խնդրում եմ քեզ, եկ քո զորությամբ, աշխատանք տար մեր հոգիների հետ, աշխատանք տար մեր սրտերի հետ, դարձրու մեր հոգին այնպիսի, ինչպիսին քեզ է հաճելի, դարձրու մեզ այնպիսի, որպիսի ոչ մի արտաքին չկարողանա մեզ սեղմել դժվարություններով, որպիսի ոչինչ չկարողանա ինձ քեզ դեմ հանել իմ արքա, խնդրում եմ քեզ, հալելույա, հալելույա, հալելույա,